Ֆուտբոլասեր բարեկամներ խաղային օրը մեծ ոչ շարունակվում է եւ հիմա արդեն վերջին հանդիպումը օրվա կդիտենք, որտեղ միմյանց մրցում են Ատալանտան ու Արցախը եւս մեկ հետաքրքիր եւ կարեւոր հանդիպում այս 50 րոպեների ընթացքում սպասվում է մեծ ներողություն, քանի որ թիմերը Ատալանտան նախ արդեն ապահովել է իր տեղը play-off փուլում, սա հիշեցնեմ 3-րդ տուրից հետաձգված հանդիպում է, թիմերը դեռ ավելի վաղ պետք է մրցեին, բայց ինչ պատճառներով հանդիպումը հետաձգվեց եւ այս հանդիպումից հետո թիմերը դեռ մեկ հանդիպում 17-րդ տուրի շրջանակներում կունենան անցկացնելու եւ այնտեղ նորը արդեն ավելի པարզ կդառնա թե որ թիմը որ հորիզոնականով է հաղթահարելու խմբային փուլը, այն որ Ատալանտան արդեն իր տեղը ապահովել է play-off փուլում, դրա մասին խոսքեր չկան, իսկ Արցախը առայժմ պայքարում է play-off-ում հայտնվելու համար ու բավական մոտ է այդ արդյունքին, բայց իհարկե այս հանդիպումից շատ բան է կախված առաջին հերթին Արցախի տեսանկյունից։ Հիմա եկեք ծանոթացնեմ մրցող թիմերի հայտարարությունները, որից հետո արդեն կանադառնանք մրցաշարային աղյուսակին։ Սկսենք Ատալանտայից, դարպասը պաշտպանում է Տարոն Թուղթարյանը համար 16, Արամայից Գրիգորյան 3, Անդրանիկ Ադամյան համար 5, Նաթիմի Ավակտե Դավիթ Աթայան համար 6, Վանիկ Պետրոսյան համար 7, Ալիկ Հովանիսյան համար 8, Սամվել Գաբրիելյան համար 9, Վանիկ Ղազարյան համար 33, Մաքսիմ Սարիցյան համար 55 Եվ Էդգար Գևորգյան համար 66, Աթայանն է գնդակով ձախ եզրում, այս գրոյից հետո կծանոթացնեմ նաև Արցախի կազմը շատ վտանգավոր փոխանցում էր դեպի Գևորգյանը, բայց այստեղ դարպասապա Ոսկանյանը տիրեց գնդակի եւ այսպես Արցախ դարպասը պաշտպանում է Տիգրան Ոսկանյանը համար 99, Արման Սահակյան համար 5, Արքամ Արությունյան համար 7, Ֆելիքս Շիլինգարյան համար 9, Ժիայա Անտոնյան համար 11, Կարապետ Տաշյան համար 15, Հովանես Վարդանյան համար 18, Կարեն Խաչատրյան համար 33, Արշակ Գևորգյան համար 77, Ալեքսանդր Սարգսյան համար 88 եւ Արմեն Ազատյան համար 90 Գնդակը Ադամյանի մոտ է ու այստեղ թույլ տվեց որպեսզի այն լքի դաշտի սահմաններին եզից նետում է Ատալանտան Աթայան Հետ փոխանցում դեպի Արամայից Գրիգորյան ու խաղարկումով Ատալանտան սկսում է իր գրոներից, հերթական գրոներից մեկ, այո չասեմ առաջին արդեն քիչ առաջ Աթայանը կատարեց փոխանցում ու դա Ատալանտայի առաջինից գրոններ Անդրանիկ Ադամյան մի փոքր բարդ փոխանցում էր, բայց ստացավ Ադամյանը գնդակ այս իրավիճակում Գրիգորյան Կրկին Թուղթարյան Այո մրցաշարային աղյուսակում պատկերը հետևյալն է շատ լավ ու ֆանտաստիկ հանդիպումներ անցկացնելուց հետո Ատալանտան 15 հանդիպումից հետո 37 միավորով 3-րդ հորիզոնականում է գտնվում Արցախն էլ ունի 23 միավոր եւ 8-րդն է այն հորիզոնականը որը պահպանելու դեպքում Արցախի ֆուտբոլիստները կհայտնվեն play-off-ում Ատալանտան իհարկե պայքարում է Երկրորդ հորիզոնականով խմբային փուլը հաղթարելու, ինչու ոչ Ատալանտան նաև կարող է առաջին հորիզոնականով հաղթարել խմբային փուլը, բայց դրա համար միայն իրենից կախված չէ ամեն ինչ, իսկ Վանիկ Պետրոսյան ու հիմա անադարձ տեղի ունեցավ եւ անկյունային նշանակեց մրցավարը, այո առաջին անկյունայինը իրականացնի Ատալանտան քիչ էր մնում այս անադարձը չարաբաստիկ հետևանքներ ունենալ Արցախի ֆուտբոլիստերի համար, բայց Պետրոսյանի կրակոցից հետո փակվեց նրա հարվածի ճանապարհը հիմա Անկյունայինի խաղարկումը տեսնենք Աթայանն է գնդակի մոտ, որից հետո կշարունակեն մրցաշարային աղյուսակը, կա փոխանցումը հեռացված է գնդակային կրկին վերադառնում է Աթայանի մոտ ու հետ փոխանցում դեպի դարպասապա Տարոն Թուղթարյան, այո Ատալանտան 37 միավորով 15 հանդիպումից հետո 3-րդը Լեռնային Արցախը, երկրորդը 43 միավորով, Յուվեն էլ բոլոր հանդիպումները անցկացնելուց հետո 45 միավորով Առաջին հորիզոնականում է, այո, ես ներողություն եմ խնդրում, Ատալանտան առաջին հորիզոնականով խմբային փուլը չի կարող հաղթարել, քանի որ Յուվեն վերջին հանդիպումը Յուվենտուսի անվան դիմաց գրանցվել է տեխնիկական հաղթանակ ու Յուվենտուսը արդեն իսկ առաջին հորիզոնականով կամ երկրորդով, այսպես ասեմ, play-off-ում է, իհարկե նրան կարող է Լեռնային Արցախը շրջանցել, բայց ոչ Ատալանտան համենայն դեպս, քանի որ արդեն ունի Ատալանտան 8 միավորի տարբերություն Յուվենտուսի նկատմամբ ու երկու հանդիպում է Ատալանտային մնացել, նույնիսկ հաղթանակների դեպքում Ատալանտան 2 միավորի հետ կմնա Յուվենտուսից, բայց որն է հետաքրքիր իսկական պայքար է ընթանալու վերջին տուրում Ատալանտայի ու Լեռնային Արցախի միջև երկրորդ հորիզոնականով խմբային փուլը հաղթարելու համար, քանի որ Ատալանտան շնչում է Արցախի Լեռնային Արցախի թիկունքում ու 37 միավորով Ատալանտան
Երրորդ տեղում է իհարկե եթե այսօր փաստացի օրինակ այսպես վերցնենք հաղթանակ տանի Ատալանտան կունենա 40 միավոր ու կմնա երրորդը, բայց Լեռնային Արցախի դեմ խաղում կունենա 3 միավորի տարբերություն մրցակցի դեմ պայքարում ու այդ խաղում հաղթելով կհավասարվի Արցախին, բայց միմյանց միջև անցկացած խաղերում կունենա առավելություն Լեռնային Արցախի դեմ խաղում։ Այո, Ատալանտային վերջին 2 տուրում բաժին են հասել Արցախ ակումբը ներկայացնող թիմեր, եթե հիմա որպես թիմի ակումբ հենց Արցախն է խաղում Ատալանտայի դեմ, վերջին տուրում Լեռնային Արցախը կմրցի Ատալանտայի հետ, այո, հեշտ չի Ատալանտայի համար առաջնության վերջնամասը ստացվել, առանց այն էլ խաղաց Մանչեսթեր Սիթիի դեմ, անցած տուրում Բայերնին հաղթեց 3-1 հաշվով Ատալանտան, իսկապես բարդ հանդիպումների, ընդհանրապես բոլոր անցկացած խաղերում այնպես չէ, այսպես ասած հեշտ են միավորներ տրվում, Վինտեր Քափի խմբայինը շատ հետաքրքիր կերպով է ավարտին մոտենում, այստեղ Հովհաննիսյանը գնաց պրեսինգի, բայց այս իրավիճակում խլել գնդակը չստացվեց, Տաշյան դեպի աճ ուղարկեց գնդակը, գրոյի անցնում հիմա էլ Արցախը աճ եզրով, բայց Գևորգյանը փորձեց խլում կատարել չստացվեց, իսկ հիմա արդեն խլեց Ատալանտան գնդակը, Անդրանիկ Ադամյան շարժվում է առաջ, Ադամյանը թիմի հավաք Ատալանտայի մնաց գնդակով, Ադամյանը անցման փորձ այստեղ էլ փակվեց Ադամյանի ճանապարհը, բայց ամեն դեպքում համար պայքարից հետո եզրային նետման հնարավորություն Ադամյանը վաստակեց Ատալանտայի համար։ Խաղարկած է գնդակը Վանիկ Պետրոսյան, այո այսօր ունի լուրջ կադրային կորուստ է Ատալանտան իր թիմի կազմում, իհարկե դե չխոսեմ արդեն Վարդան Պետրոսյանի մասին, ամեն խաղում ճիշտ է նշում եմ, եւս մեկ անգամ իհարկե հարկ եմ համարում նշել նրա բացակայությունը, Վարդան Պետրոսյանի եթե այսպես ասենք Պետրոսյանի բացակայության մասին տեղյակ այսօր իսկապես կան առանցքային ֆուտբոլիստներ Պետրոսյանից բացի ովքեր ներկա չեն այս հանդիպմանը Ատալանտայի կազմում, ինչպիսիք են Արամ Եգանյանը, Ռազմիկ Եգանյանը, Վարդան Կոշկարյանը, 3 շատ կարևոր ու հիմնական ֆուտբոլիստներ մեկնարկային կազմի բացակայում են այսօր Ատալանտայի հայտարարությունից եւ իհարկե առանց այդ 3 ֆուտբոլիստերի բարդ կլինի, բայց ամեն դեպքում Ատալանտան կփորձի հաղթահարել այս արգելքը։ Հիմա գնդակը Ատալանտայի ֆուտբոլիստների մոտ է Վանիկ Պետրոսյան։ Դեպի Ադամյանը։ Ադամյան հերվից արվածի փորձ ու խաղընկերը այստեղ Ալիկ Հովհաննիսյանը, եթե չեմ սխալվում, կանգնեց գնդակի ճանապարհին, բայց ամեն դեպքում կրկին գնդակը Ատալանտայի ֆուտբոլիստների մոտ է։ Թողեց Գապինյանը գնդակը Հարամայից Գրիգորյանին, Աթայան, Վանիկ Պետրոսյանն է հիմա էլ առաջ շարժվում աճ եզրով, Պետրոսյան տարավ իր այդ գնդակը ամեն դեպքում, Վանիկ Պետրոսյանը լավն էր փոխացումը, Գևորգյան կա Հովհաննիսյանը, բայց չկատարեց Էդգար Գևորգյանը այստեղ փոխացումը արդեն բարդ իրավիճակում էր հայտնվել եւ ամեն դեպքում ինչ է նշանակել մրցավարը եզրային նետում է իրականացնում Ատալանտան Ադամյան, կրկին Ալիկ Հովհաննիսյան, հեռու թողեց Հովհաննիսյանը, բայց իհարկե խնդիրներ չառաջացան գնդակը պահելու գործում։ Թուղթարյան, կրկին դեպի Աթայան, այո, բավական մեծ ու զգալի առավելություն ունի գնդակին տիրելու գործում, այս մեկտարկային անցած րոպեների, անցած 8 րոպեների ընթացքում Ատալանտան, բայց իհարկե այսպես ասած գնդակին տիրելու առավելությունը ոչինչ դեռ հաշվի տեսանկյունից կազմել չի տալիս։ Այստեղ հիմա գնդակի կորուստ ու շարժվում է առաջ Արցախը, կա փոխանցում Արամայից Գրիգորյանը պաշտպանությունում էր եւ շատ գրագետ վարվեց այստեղ Գրիգորյանը, հիմա արդեն ուղարկեց Աթայանին, իսկ այստեղ կա խաղի կանոնների խախտում Ֆելիքս Չիլինգայանի կողմից Աթայանի դեմ պայքարում եւ գնդակը կլինի Ատալանտայի ֆուտբոլիստերին։ Վանիկ Պետրոսյան դեպի աճ ուղարկեց գնդակը, Անդրանիկ Ադամյան, խաղարկում է Ատալանտան գնդակը, Պետրոսյան, լավ անցում Վանիկ Պետրոսյանից ու այստեղ չկար խաղի կանոնների խախտում, այո, խճճվեց գնդակով Պետրոսյան ու ինքն էլ սայթակեց։ Հիմա դադարեցեց մրցավար հանդիպումը, իհարկե ֆուտբոլիստները կանգ առան, հասկանանք Վանիկ Պետրոսյանի հետ ինչ պատահեց։ Ձգել է կարծես Մկանը Պետրոսյանը, եթե ճիշտ եմ նկատում, եթե հիմա էլ այս բացակայությունների շարքում ավել նաև Վանիկ Պետրոսյանը Ատալանտան բավական լուրջ կորուստ կունենա, բայց հուսանք, որ այդպես չլինի, Վանիկ Պետրոսյանը կարողանա շարունակել հանդիպումը, հիմա իհարկե փորձում է Պետրոսյանը ինքն իրեն այսպես ասած համոզել։
Խաղադաշտում մնալու գործում Եվ այո կարծես չի փոխարինվում, շարունակում է հանդիպում այո Վանիկ Պետրոսյանը, գնդակով Արցախի ֆուտբոլիստներն են Ֆելիքս Շիլինգարյան, լավ փոխանցում կատարեց Շիլինգարյանը, բայց այստեղ հարված կատարելու պահին Սահակյանի հայտնվեց Գևորգյանը ու դա թույլ չտվեց, հիմա էլ շարժվում է առաջ Գևորգյանը դեպի Անդրանիկ Ադամյանը, բայց այստեղ գնդակը խլում են Արցախի ֆուտբոլիստները ու աչքի եզրով շարժվում առաջ Սարգսյան Հիմա Սարգսյանի փոխանցման ճանապարհը փակվեց Շիլինգարյանն էլ հարված կատարեց, բայց Շիլինգարյանի հարվածը շատ թույլ ստացվեց Անդրանիկ Ադամյան։ Կազախից Սաթայանի գրոյի միացումը չկատարեց Ադամյանը փոխանցում, բայց ինչ չի ժամանակի կատարեց այդ փոխանցումը, այստեղ լավն էր խաղարկումը Աթայանի հետ ու չեմ կարծում թե Ադամյանը սպասում էր ամեն դեպքում այս փոխանցմանը շատ անհավանական իսկապես փոխանցում կատարեց Աթայանը Ադամյանին ու այդ իսկ պատճառով չստացվեց Ադամյանի հարվածը իսկ հիմա Արցախը կարող է բացել բայց Թուղթարյանը թույլ չի տալիս դա տեղի ունենա Արցախը կարող է առաջացնել հաշվում մեջ հիմա էլ բրավո Հովանեսյանին գնդակը սահակման գնով պահելու համար ունեցում է առաջ Ատալանտան Աթայան կա Վանիկ Պետրոսյանը կա փոխանցում դեպի Պետրոսյանը Պետրոսյան հերու թողեց Վանիկ Պետրոսյանը գնդակ ու հետո արդեն ստիպված եղավ պայքարի մեջ մտնել եւ խախտել խաղի կանոնները այս իրավիճակում այո ու ստանդարտ նշանակեց մրցավարը արդեն Արցախի օգտին Вот он догонял. Вот он догонял. Կա մրցավարի սուլիչը խորքից փոխանցում ենք տեսնում Մաքս Սարգսյանն է հեռացում գնդակը քիչ առաջ Մաքսիմ Սարգսյանը մտավ խաղադաշտ ու տեսնենք արդեն Սարգսյանը ինչ կփորձի անել Գնդակով Արցախի ֆուտբոլիստներն են Գևորգյան լավ փոխանցում դեպի Սարգսյանը Մնաց գնդակը Սարգսյանի մոտ, հիմա հետ փոխանցում կատարեց եւս մեկ փոխանցում Չիլինգարյանն էլ հարվածի փորձ կատարեց, բայց չեղությամբ է ստացվում Չիլինգարյանի կատարած հարված ու հարված կտեսնենք կրկին ներողություն Տարոն Թուղթարյանի պաշտպանած դարպասից այո արդեն անցավ առաջին խաղակեսի միջին հատվածը առայժմ խփված գնդակ չունենք խաղադաշտում Եվ դա իհարկե որոշակի տեսանկյունից մտնում է հանդիպման տրամաբանության մեջ, որոշակի տեսանկյունից ոչ, բայց իհարկե թիմերը առաջնային շեշտը դրել են պաշտպանության վրա, այդ իսկ պատճառով կարծում եմ առայժմ բացված չէ հանդիպման հաշիվ Աթայան Լավ ընդունեց գնդակը Աթայանը, ուղարկեց Անդրանիկ Ադամյանին, շարժվում է առաջ Ադամյանը, վտանգավոր գրոյի անցել Ատալանտան Ադամյան կարող է ինքն էլ եզրափակել այս անցումը Ադամյան, բայց ոչ փոխանցում էր կատարում Անդրանիկ Ադամյանը ու հիմա էլ Ադամյանի փոխանցման ճանապարհը փակվեց եւ հիմա Արցախի պատասխան գրոհը տեսնենք, բայց ուժեղ էր այս փոխանցումը Գևորգյանի համար Արամայիս Գրիգորյանը շատ գրագետ պաշտպանվեց այս իրավիճակում, շատ լավ փոխանցում կատարեց կրկին Աթայանին ու նորից դեպքում է առաջ Ատալանտան Մաքսիմ Սարգսյան Սարգսյանը մնաց գնդակով, հիմա դեպի Վանիկ Պետրոսյան, այստեղ Աթայանը շատ ճիշտ արձագանքեց ու չդիպավ գնդակին, Վանիկ Պետրոսյան, Ալիկ Հովանեսյան գուցե հեռվից փորձի Հովանեսյանը հարվածի փորձ, բայց թույլ է ստացվում Հովանեսյանի հարված ու գնդակը կրկին Արցախի տղաների մոտ է Արման Սահակյանն է շարժվում առաջ Դեպի Ֆելիքս Շիլինգարյանը եւս մեկ փոխանցում Տուգանայինի մատույցներ, բայց ուժեղ էր այս կատարած փոխանցումը Սարգսյան շարունակվում է Արցախի գրոհը հիմա էլ արդեն ձախ եզրով լավ խաղարկումներ Սարգսյան ու նորից Թուղթարյանը փրկում է այստեղ Ատալանտային այո երրորդ վտանգավոր պահը Ատալանտայի դարպասի ուղղությամբ ստեղծեց Արցախը բայց երկու դրվագում էլ դարպասապահը շատ լավ գործեց ու թույլ չտվեց գնդակը հասնի իրենից եսից նետելու են Արցախի ֆուտբոլիստները բայց դադարեցեց մրցավարը հանդիպում այո փոփոխությունը տեղի ունենում հիմա Արցախի կազմում Չիլինգարյանը լքեց խաղադաշտը ու նրա փոխարեն Ազատյանը կշարունակի հանդիպումը Երկար փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ Արամայիս Գրիգորյանն հիմա էլ հեռացնում գնդակը ու դա ստացվեց փոխանցում Մաքսիմ Սարգսյանի համար Ադամյան դեպի Աթայանը
Կրկին դեպի Մաքսիմ Սարգսյանն էր կատարված այս փոխանցումը, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու ես իսկ նետի Ատալանտան խոսենք նաև հնարավոր մրցակիցների մասին թիմերի համար play-off փուլում, եթե Ատալանտան, այսպես ասենք, խմբային ավարտի երրորդ հորիզոնականով, ապա Ատալանտային բաժին կհասնի 1-8-ում Աջապյակը, եթե Ատալանտան խմբային փուլը հաղթարի երկրորդ հորիզոնականով, ապա ամենայն հավանականությամբ կմրցի Արաքսի կամ Մոնակոյի հետ, այնտեղ նաև ոչ ներողություն Արաքսի հետ Արաքսը ապահովել է այդտեղի 7-րդ հորիզոնականով եւս մեկ բարդ մրցակից play-off-երում ցանկացած թիմի համար Արաքս ակումբը եւ իսկապես բոլոր հանդիպումները շատ գերհետաքրքիր են ստացվելու, բայց մյուս խմբում այսպես փաստացի վերցնենք առաջին 7 հորիզոնականը զբաղեցած թիմերը այլևս միայն կարող է տեղի ունենալ այնտեղ մրցաշարի նախուսակում Վիլյարեալի փոփոխությունը, ով այս պահի դրությամբ 4-րդ է, բայց վաղը հաղթանակի հասելու դեպքում միանգամից երկրորդ հորիզոնական է բարձրանում առանց որևէ խնդիրների, նույնիսկ ոչ ոքի խաղալու դեպքում Վիլյարեալը կապահովի վաղը երկրորդ հորիզոնականով play-off-ի ուղեգիր նվաճելը իհարկե այնտեղ Էվերտոն, Բորուսիա Մյունխեն-Գլադբախ, Էվերտոն այսօր 3-2 հաշվում առավելության ասավ Գլադբախի նկատմամբ ու այսպիսի խուճապ առաջացեց մրցաշարային աղյուսակում այս 3 թիմերի միջև եւ այնտեղ առաջին 7-յակը արդեն պարզ է մնում է 8-րդ ակումբի անունը հասկանալ, դա կլինի ամենայն հավանականությամբ Մոնակոն կամ Մանչեսթեր Յունայթեդը, Մոնակոն ունի 29 միավոր եւ 8-րդ ներկա պայդրությամբ բոլոր հանդիպումները անց է կացել Մոնակոն Վանիկ Պետրոսյան հարված ու ուշեղությամբ է ստացվում Պետրոսյանի կատարած հարվածը գնդակտել դուրս է գալիս դաշտի սահմաններից, այո Մոնակոն բոլոր հանդիպումներն անց է կացել, իսկ Յունայթեդը դեռ մեկ հանդիպում ունի անցկացնելու վաղը, բայց Յունայթեդի համար վերջին տուրը բավական բարդ է ստացվել անպարտելի թիմի Ատլետիկո Երևանի դեմ է մրցելու Յունայթեդը վաղը իհարկե շատ բարդ հանդիպում Յունայթեդի համար հանդիպման ելքի իհարկե ոչինչ չի փոխի Ատլետիկո Երևանի համար թիմը արդեն իսկ առաջին հորիզոնականով play-off-ում է, բայց չհաղթելու դեպքում Յունայթեդը դուրս չի գալի play-off ու play-off-ում է հայտնվում Մոնակոն ճիշտ է բավական բարդ է լինելու համենայն դեպս պետք է Յունայթեդը փորձի ողջ ուժերը ներդնել այդ հանդիպման համար ու հաղթանակ տանել առայժմ կրկնում եմ Winter Cup-ը անպարտելի թիմի նկատմամբ ոչ մի պարտություն չունի Ատլետիկո Երևանը 16 հանդիպումներից հետո 15 հաղթանակ մեկ ոչ ոքի ու նորից Թուղթարյանն է փրկում այստեղ Ատալանտային Իմայել Սահակյանի հարվածից հետո եւ անկյունային հարված կիրականացնի Արցախը տեսնենք անկյունային արագորեն խաղարկում են Ազատյան Գուցե Ազատյանը փորձի այդպես էլ արեց եւ Թուղթարյան նորից, այո, որի օր ծեյվա այստեղ կատրեց դարպասապատառուն Թուղթարյանը նույնիսկ չեմ էլ կարող հաշվել առնվազն 3-4 դրվագ արդեն գրանցել է իր անվան դիմացայցավում Թուղթարյանը հիմա էլ կա փոխանցում ու հեռացված է գնդակը եզրից կնետի արդեն Արցախը, բայց հակառակ կողմից Այո, իսկապես play-off-երը շատ հետաքրքիր են ստացվելու, հատկապես երբ play-off-երում մրցելու է Ատալանտան, իսկապես մի թիմ, որը շատ հաջող ելույթներ է ունենում play-off փուլերում, դա կլինի կիսաեզրափակիչ 1/4 կամ 1/8 իհարկե դիմակայության հանդիպում։ Կարող ենք Ատալանտային տեսնել խմբային փուլը որևէ ակումբին չհաղթելիս ու զարմանալ այդ գործում, բայց Ատալանտային play-off-երում այլ ակումբ մենք իսկապես սպասում տեսնել ու վստահ եմ, որ Ատալանտան դեռ play-off-երում երկար ճանապարհ ունի անցնելու Winter Cup-ի մրցաշարում։ Արցախն էլ տպավորում է իր խաղերով իսկապես ուշ միացավ Winter Cup-ին, բայց այնքան կարևոր հաղթանակներ տարավ հիշեցնեմ Արցախը միակ ակումբն էր, որ 100%-ից առաջարժվող Յուվենտուսին կանգնեցեց ու նրա նկատմամբ տարավ առաջին հաղթանակը նորից Տարոն Թուղթարյանը անառիկ է պահում դարպաս այս անգամ էլ արդեն Արշակ Գևորգյանի կատարած հարվածից հետո լավ գործեց դարպասապատ Թուղթարյանը, իսկ հիմա արդեն գնդակը խլեց Ատալանտան, բայց արագորեն էլ կորցրին Եզից կնետեն Արցախի ֆուտբոլիստները, այո Արցախն էլ իր խաղերով է տպավորում եւ որն է հետաքրքիր, եթե Արցախը հայտնվում է play-off-ում, ապա 8-րդ հորիզոնականով ամենայն հավանականությամբ իհարկե Արցախը կհայտնվի play-off-ում, եթե արտարոց ոչինչ տեղի չունենա ու Մոնցան
այսպես ասած չկրի պարտություն վերջի տուրում, բայց միայն Մոնցայի պարտությունը բավական չէ, Արցախը պետք է երկու խաղերում էլ հաղթի, որպեսզի շրջանցի Մոնցային այդ երկու խաղերից մեկը այսօր շատ բարդ մրցակցի դեմ է խաղում Արցախը ում դարպասը պահպանում է Տարուն Թուղթայանը եւ տեսեք քանի դրվագներում արդեն անարգ է պայել Ատալանտայի դարպասը Այո, եթե Արցախը լուծի օրթորիզմ նկանով հաղթարում է խմբային փուլը, իսկապես ոչ պակաս շատ բարդ մրցակցի հետ է խաղալու Ատլետիկո Երևանին բաժին կհասնի Արցախը 1-8-ում, իսկապես Արցախ Ատլետիկո Երևան դիմակայությունը կտեսնենք, եթե կրկնում Արցախի ֆուտբոլիստները կարողանան 8-րդ հորիզոնականով ապահովել իրենց տեղը ու դիմակայություններ են մեզ 1-8-րդ եզրափակիչներում սպասվելու, որտեղ մեկը մեկից հետաքրքիր հանդիպումներ են լինելու կար խաղի կանոնների խախտում Գևորգյանի դեմ պայքարում այստեղ Մաքս Սարգսյանի կողմից սուլեց մրցավարը ու տեսնենք արդեն ստանդարտը Ինչպես կհաղարկեն Արցախի ֆուտբոլիստները վտանգավոր դիրքում է նշանակել մրցավարը ստանդարտ ճիշտ է մի փոքր հեռու է տարածությունը, բայց ամեն դեպքում հարված կարող են Արցախի ֆուտբոլիստները այսպիսի տարածություններից կատարել Արգամ Հարությունյանն է կարծես հարված կատարելուն պատրաստվում կա մրցավարի սուրիչը Հարությունյան հարված Սացից ու Ադամյանը այստեղ փակեց գնդակի ճանապարհը, բայց շարունակվում է Արցախի գրոհ, իսկ հիմա Մաքս Սարգսյանը խլուն կատարեց ուղարկեց գնդակը Հովանեսյանին, կրկին փոխանցում, բայց այստեղ մի փոքր թույլ ստացվեց փոխանցում ու արդեն գնդակը կորցրեցին Ատալանտայի ֆուտբոլիստները, հիմա էլ եզիս նետեց Արցախում մեկ փոխանցում տեսեք Հարությունյանից եւ նորից շարժվում է առաջ Արցախը Սահակյան թողեց գնդակը կրկին Հարությունյանին, իսկ այս փոխանցումը Ազատյանի համար ուժեղ ստացվեց ու տեսեք Վանիկ Պետրոսյանը ինչպես է ճնշում թիկունքից մրցակցին Տաշյան եւս մեկ փորձ ու նորից փակված է գնդակի ճանապարհը Պետրոսյանը խլում կատարեց, բայց գրոհի շարունակությունը հաղորդել այստեղ չստացվեց, քանի որ բարդ վիճակում ստացավ Վանիկ Պետրոսյանը գնդակը Ազատյան դեպի Տուգանայինի մատույցներ Սահակյանը փորձեց հարվածել, բայց Արամայիս Գրիգորյանը չդիպավ գնդակին ամեն դեպքում խանգարեց լավ հարված կատարելու գործում Սահակյանին գնդակով բավական երկար ժամանակ Արցախի ֆուտբոլիստներն են հիմա էլ հարվածի փորձ տեսանք այս իրավիճակում Արցախի ֆուտբոլիստ Հովանես Վարդանյանի կատարման ու բավական բարձր ստացվեց Վարդանյանի կատարած հարվածը Խաղարկում են գնդակի Ատալանտայի ֆուտբոլիստները Թուղթարյան ռիսկային գործողություն ու ստիպված եղավ այստեղ հեռացնել գնդակը Թուղթարյան այո կորցնելու դեպքում իսկապես կարող է Արցախը պարզապես օգտվել այդ նվերից ու բացել հանդիպման հաշիվը հիմա անկյունային ընդհանրապես իրականացան Արցախի տղաները Տաշյան Փոխանցումը կա հեռացված է գնդակը այն կրկին Արցախի ֆուտբոլիստերի մոտ է ողջ թիմի կազմով Արցախը գտնում է Ատալանտայի կիսադաշտում, բայց հիմա գնդակի կորուստու արագակագրող Ատալանտայից իսկ այստեղ Հաթայանի փոխանցումը դեպի Ադամյանը չանցավ ու նորից գնդակը Արցախի մոտ է Ազատյան Հիմա էլ միավոր ուժերով խլուն կատարեցին Ազատյանից Պետրոսյանն ու Սարգսյանը եւ Մաքսիմ Սարգսյանն է շարժվում առաջ, բայց փոխանցման ճանապարհը փակվեց նորից Ազատյան Ազատյան, տեսնենք ինչ շարունակություն կընտրի գրոհի համար դեպի Սահակյանը իսկ այստեղ արդեն ավարտվեց այսքանով Արցախի գրոհը թե այո ավարտվեց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու հարված կլինի Թուղթայանի պաշտպանած դարպասից Արամայիս Գրիգորյան Աթայանին է ուղարկում գնդակը Գրիգորյան, կրկին Աթայան ու եզիս կնետի Ատալանտան
Աթայանը ուղարկում է գնդակ Անդրանիկ Ադամյանի ուղղությամբ, բայց գնդակ Ադամյանը եւ հիմա դեպի դարպասապա Տարոն Թուղթանյանը վերջի րոպեն է ընթանում առաջի խաղակեսի։ Ու տեսնենք այս վերջին րոպեն ինչպես կանցկացնեն թիմերը Գրիգորյան։ Դեպի Վանիկ Պետրոսյանը։ Ինչ այստեղ կարող խաղի կանոնների խախտում թե ոչ։ Ամենայն դեպս սուլեց մրցավարը։ Հասկանանք ինչ է պատահել Արցախի ֆուտբոլիստին, ճիշտ ասած այս բանը չեմ նկատում։ Արցախի կազմով է վնասված ստացել, բայց ամեն դեպքում ամեն ինչ կարգին է ֆուտբոլիստի հետ ու հանդիպումը կշարունակվի։ Այո, Արգամ Հարությունյանն էր հարված ստացել դեմքին Պետրոսյանի դեմ պայքարում, բայց իհարկե խաղի կանոնների խախտում չկար ու հիմա առաջի խաղակեսը ավարտվում է, կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Ֆուտբոլասեր բարեկամներ, մենք վերադառնում ենք Ատալանտան ընդդեմ Արցախի հանդիպան երկրորդ խաղակեսը միասին դիտելու առայժմ խփված գնդակներ չունենք խաղադաշտում, գոլազուրկ առաջի խաղակես ունեցանք, ինչը իհարկե այնքան էլ այսպես ասած ցանկալի չէր մեր տեսանկյունից, ցանկանում ենք իհարկե տեսնել խփված գնդակները ու հուսանք, որ երկրորդ խաղակեսում թիմերը մեզ կտան այդ հնարավորությունը գոլ կամ գոլեր վայելելու, իսկապես այս հանդիպումը այն հանդիպումներից է, որտեղ կարծում եմ խփված գնդակները մենք անպայման կտեսնենք։ Մաքսիմ Սարգսյան դեպի Արամայիս Գրիգորյան ուղարկեց գնդակ ու խաղարկումով Ատալանտան սկսում է, եկեք նորից վերհիշենք թիմերի հայտացուցակները։ Եվ այսպես սկսենք Ատալանտայից դարպասը պաշտպանում է Տարոն Թուղթանյանը ներողություն համար 1, Արամայիս Գրիգորյան համար 3, Անդրանիկ Ադամյան համար 5, Դաթիմի Ավակտե, Դավիթ Աթայան համար 6, Վանիկ Պետրոսյան համար 7, Ալիկ Հովանեսյան համար 8, Սամվել Գաբրիելյան համար 9, Վանիկ Ղազարյան համար 33, Մաքս Սարգսյան համար 55 եւ Էդգար Գևորգյան համար 66։ Արցախ դարպասը պաշտպանում է Տիգրան Ոսկանյանը համար 99, Արմաս Սահակյանը համար 5։ Հիմա գնդակի կորուստ, բայց Թուղթանյանը չի ժամանակին դուրս գալով դարպասից հեռացեց գնդակ ու դա ստացեց Ալիկ Հովանեսյանի համար փոխանցում վտանգավոր գրոհի է ասում Ատալանտան, հիմա անկավ գրոհի տեմպը, բայց Մաքս Սարգսյանը շարունակում է Ատալանտայի գրոհը հերվից արվածի փորձ անդրադարձ ու Հարությունյանը ամեն դեպքում հեռացեց գնդակը կտեսնենք անկյունային հարված Ատալանտայի կատարմամբ։ Շարունակեմ Արցախի հայտացուցակը դարպասը պաշտպանում է նորից ներկայացնեմ այսպես ասած Արցախի հայտացուցակը Տիգրան Ոսկանյանը պաշտպանում է դարպասը համար 99, Արմաս Սահակյան համար 5, Արգամ Հարությունյան համար 7, Ֆելիքս Շիլինգայան համար 9, Ժիայր Անտոնյան համար 11, Կարապետ Տաշչյան համար 15, հիմա Մաքս Սարգսյանի հարվածի փորձը, բայց թույլ ստացվեց Սարգսյանի կատարած հարված ու Ոսկանյանը խնդիրներ չունեցավ այս իրավիճակում գնդակը վերցնելու, իսկ հիմա արդեն գնդակը կլինի Ատալանտայինը։ Շարունակեմ Արցախի հայտարարությունը ներկայացնել Կարապետ Տաշյան համար 15, Հովհաննես Վարդանյան համար 18, Կանեն Խաչատրյան համար 33, Արշակ Գևորգյան 77, Ալեքսանդր Սարգսյան 88, Արմեն Ազատյան համար 90, այսպիսի հայտարարություն ունի Արցախը։ Մաքս Սարգսյան չանցավ փոխանցումը, բայց հիմա արագ գրոհել է Արցախի մոտ կազմակերպել առաջին իսկ հայացքից չստացեց, իսկ հիմա Սահակյանի հարվածի փորձը, բայց թույլ է ստացվում Սահակյանի հարվածը եւ գնդակը կլինի Ատալանտայինը։ Գևորգյան ազատվեց գնդակից Գևորգյանը երկար փոխանցում ենք տեսնում դեպի Ալիկ Հովանեսյանի ուղղությամբ, բայց թիկունքից այստեղ Վարդանյանը լավ աշխատեց, Գևորգյանն էլ փորձեց անցում կատարելու, այստեղ Տաշյանի շրջանցել հեշտությամբ չստացվեց, Կարապետ Տաշյան ուղարկում է գնդակը դեպի ավելի ձախ, կրկին Տաշյան լավ խաղարկումներ իրականացեց Արցախը պաշտպանությունում, բայց ռիսկի են գնում հիմա Արցախի ֆուտբոլիստները ցանկացած դրվագում գնդակ կորցնելը բավական
ծանր ազդեցություն կարող է ունենալ, իհարկե պաշտպանության մասին է խոսքը, քանի որ Ատալանտան իհարկե երբ գնում է պրեսինգի բավական վտանգավոր է լինում արձակման այդ գծում, հատկապես երբ պրեսինգ է իրականացնում Հովհաննիսյանը, առաջին այսպես ասած պաշտպանը Ատալանտայի իհարկե Ադամյան հիմա կարող է բացվել հաշիվը Ադամյանը ու մի փոքր շեղությամբ է ստացվում Անդրանիկ Ադամյանի կատարած հարվածը ինչ իրատեսական շանս հիմա կորցրեց Ատալանտան դիմակայությունում առաջ անցնելու գործում, բայց Ադամյանը իհարկե այսպես ասած չուներ ոչ մի հարցում մեղք շատ ճիշտ հարված կատարեց, պարզապես գնդակը չուզեց հայտնվել այսպես ասենք դարպասում, իսկապես շատ լավ ազատվեց Ադամյանը մրցակցի վերահսկողությունից ու հարվածեց, բայց հաշիվը չբացվեց այս իրավիճակում Ազատյան Աչեզրով հիմա Արցախն է փորձում պատասխան գրոյացնել, բայց Գևորգյանը հաջող խմում կատարեց դեպի Ալիկ Հովհաննիսյանը, ու հիմա մի փոքր պետք է շտապել Հովհաննիսյան կանգնեց հիմա Հովհաննիսյանը, այո, եւ ծափահարությունները Հովհաննիսյանի եւ ամբողջ Ատալանտա ակումբին այս ամենի համար որքան էլ հակագրով վտանգավոր է ստացվում ամեն դեպքում կանգնեցին Ատալանտայի ֆուտբոլիստները հասկանալու համար խոթացածքին հայտված ֆուտբոլիստի հետ ամեն ինչ կարգին է, թե ոչ ինչը իհարկե սիրողական մրցաշարերում առաջնայինը պետք է լինի եւ այդպես է հիմա սուլեց մրցավարը Հովհաննիսյանը հարվածեց ու վաստակեց անկյունային հարված այս իրավիճակում Ատալանտայի համար ու տեսնենք անկյունայինի խաղարկումը արդեն ինչպես կիրականացնի Ատալանտան, այո խոսում է Ատալանտայի առաջին պաշտպանի մասին Ալիկ Հովհաննիսյանի, իհարկե Հովհաննիսյանը հիմա կասեք հարցակման գծում է հանդես գալի, բայց իսկապես ֆուտբոլում առաջին պաշտպանները հենց լինում են հարցակվողները, իհարկե եւ Հովհաննիսյանից ու ընդհանուր արդեն Հովհաննիսյանից դեպի ավելի թիկունքում գտնվող ֆուտբոլիստներից բավական մեծ աշխատանք է կախված Գևորգյան կա փոխանցում այստեղ անցավ գնդակը դեպի Հարությունյանը, Հարությունյանն էլ թողեց գնդակը Սարգսյանին, կրկին Գևորգյան ու խաղարկում է Արցախը արդեն պաշտպանությունից դուրս գալու համար եւ շատ լավ դուրս եկան պաշտպանությունից Արցախի տղաները ու վտանգավոր գրոհի են ասում Հարությունյանը հերու թողեց գնդակ ու այստեղ արդեն հասցրեց հեռացնել Սամվել Գաբրիելյանը անկյունային հարվածքը տեսնենք Արցախի կատարման պայո լավ ակտիվ են մեկնարկել երկու թիմերի երկրորդ խաղակես ու տեսնենք բախտը թիմերից որ մեկին կուղեկցի առաջինը հիմա անկյունայինը տեսնենք ինչպես խաղարկի Արցախը Հարությունյան կա փոխանցումը դեպի Տուգանայինի մատույցները Ատալանտայի բայց հեռացված է գնդակ Ալիկ Հովհաննիսյան մնաց գնդակը Հովհաննիսյանը տեսնենք ինչ որոշում կայացնի երկու մրցակից է միաժամանակ դիմավորել Հովհաննիսյանին բայց նրա կատարած այս հնարքը շատ լավ է ստացվում, շատ արդյունավետ է ստացվում ու ես իսկ կնետի Ատալանտան, այո, ամեն դեպքում Հովհաննիսյան այստեղ պայեց գնդակի իր թիմի համար, փակելով մարմնով գնդակի ճանապարհը ու ստիպելով մրցակցին հեռացնել գնդակը դաշտի սահմաններից դուրս Մաքս Սարգսյան դեպի աճ ուղարկեց գնդակը, որտեղ Գաբրիելյանը ընդունեց ու շարժվում է առաջ Գաբրիելյան դեպի Գևորգյանը, բայց արդեն Գևորգյանը այլ ուղղությամբ է շարժվել, եթե մի փոքր ավելի առջև ուղարկել գնդակը Գաբրիելյանը, որ ուղղությամբ որ շարժվում էր Գևորգյանը, ապա դա այլ գրոհ կստացվեր Ատալանտայի համար, բայց այնուամենայնիվ գնդակը կորցրեցին այս իրավիճակում, իսկ հիմա արդեն ես իսկ նետեն Արցախի ֆուտբոլիստները Երկար փոխանցում ենք տեսնում դեպի Ձախեզր, բայց Աթայանը հաջող խմում կատարեց ուղարկեց գնդակը Անդրանիկ Ադամյանին Ադամյան Ինչ այստեղ չկար արդյոք խաղի կանոնների խախտում ամենայն դեպս չսուլեց մրցավարը եւ հիմա էլ ծափահարությունները Արցախի ֆուտբոլիստներին դաթր վերցնելու համար տեսնենք ինչ պատահեց Ատալանտայի ավագին Անդրանիկ Ադամյանին ամենայն դեպս խաղի կանոնների խախտում մրցավարը Չէր տեսել այդ դրվագում, բայց ամեն դեպքում հիմա դադարեցված է հանդիպումը, ամեն ինչ կարգին է, իհարկե Անդրանիկ Ադամյանի հետ ինչը շատ կարևոր է եւ ծափահարություններ երկու թիմերին մեկը մյուսին հարգելու համար, բրավո այս երկու, այսպես ասած, հզոր ու հետաքրքիր ակումբներին իսկապես շատ լավ են գործում խաղադաշտում ոչ միայն ֆուտբոլային, այլ նաև մարդկային տեսանկյունից այս երկու թիմերը։ Հիմա գնդակը Ատալանտայի մոտ է Ադամյան, աչից կա տարբերակ ուղարկեց գնդակը Աչեզր Գրիգորյանն է գնդակով։ Կրկին Անդրանիկ Ադամյան։ Մաքս Սարգսյան։ Եվ նորից գնդակի տեղափոխություն դեպի Գաբրիելյանը շատ լավ փոխանցում էր։
Արամայիս Գրիգորյան, ողջ կազմով Ատալանտան մրցակցի կիսադաշտում է Մաքսիմ Սարգսյան դեպի ձախ Կրկին Սարգսյան առայժմ փակ են Արցախի դարպասը տանող բոլոր ճանապարհները այդ իսկ պատճառով ստիպված եղավ նահանջել Ատալանտան Արամայիս Գրիգորյան Երկար փոխանցում առաջ Կրկին Գաբրիելյան նորից Գրիգորյան ու մոտենում է աստիճանաբար Ատալանտան մրցակցի Տուգանայինի մատույցներին, բայց փակվեց Արամայիս Գրիգորյանի փոխանցման ճանապարհը հակագրոհի փորձ Արցախից, բայց այս փոխանցումը այլ ուղղությամբ էր, քան արդեն շարժվում էր Արգամ Հարությունյանը, եսից նետում է Ատալանտան Գրիգորյան դեպի Անդրանիկ Ադամյան ուղարկեց գնդակը Ադամյան լավ անցում Ադամյանից ու այստեղ արդեն կա խաղի կանոնների խախտում Ադամյանի դեմ պայքարում արդեն իսկապես հարված կատարելու էր դուրս եկել Ադամյանը, անցումը շատ գեղեցիկ էր ստացվել եւ եթե հարված թույլ տային Ադամյանին կատարեր, ապա շատ վտանգավոր էր ստացվելու Ադամյանի հարվածը, ինչը մենք տեսանք րոպեներ առաջ եւ երկրորդ կեսում արդեն ուներ հնարավորություն Ադամյանը, բայց առաջին փորձով, այսպես ասած, չգրավեց Արցախի դարպասը, իսկ հիմա ստանդարտ է իրականացնելու Ատալանտան ստանդարտ է իրականացնելու Անդրանիկ Ադամյանը, նա է տեղադրում գնդակը ու տեսնենք Տուգանայինից ինչպես կստացվի Ադամյանի հարվածը, բավական լավ է հարվածում ստանդարտները Ատալանտան կա մրցավարի Սուլիչը, Ադամյան հարված ու մի փոքր բարձր է ստացվում Անդրանիկ Ադամյանի այս փորձը եւ հարված կլինի Տիգրան Ոսկանյանի պաշտպանած դարպասից երկար փոխանցում առաջ Արամայիս Գրիգորյանը կրկին այստեղ էր ու Վանիկ Ղազարյանը կատարեց փոխանցումով քիչ առաջ մտավ խաղադաշտ Ատալանտայի կազմում հիմա գրոց ցախ եզրից դեպի Հովանիսյան ու այստեղ մի փոքր կարծում եմ չէր սպասում Հովանիսյան այս փոխանցմանը այլապես ավելի ճիշտ դիտում կհայտնվեր Հարությունյան մնաց գնդակով Հարությունյանը կատարեց փոխանցում հիմա արդեն կորցրեց այո Ղազարյանը մտավ խաղադաշտ քիչ առաջ փոխարինելով Սամվել Գաբրիելյանին Աթայան թողնում է գնդակը Թուղթարյանին ու շարժվում առաջ Արամայիս Գրիգորյան այո շարժվում է առաջ Ատալանտան իսկապես բացած չառաջում դիմակայության հաշիվը ինչ էլ ավելի է մեծացնում հանդիպան մնացած շատ քիչ ժամանակահատվածում հանդիպան ինտրիգա Աթայան դեպի Արամայիս Գրիգորյանը ձախ ուղարկեց Մաքսիմ Սարգսյանի ուղղությամբ Սարգսյան դեպի Անդրանիկ Ադամյանը տեսնենք այս գրոհը որը ձեռնարկել է Ատալանտան ինչպես կստացվի Ադամյան հրաշալի է անցումը բայց հարված ստացվեց կատարել այստեղ խանգարեց ավելի շուտ Ալիկ Հովանիսյանը Ադամյանին քան օգնեց հարված կատարելու գործում արդեն հարվածի է դուրս եկել Ադամյանը եւ ամեն դեպքում իհարկե Հովանիսյանը չէր սպասում կարծում եմ որ Ադամյանը այդպիսի արագություն կզարգացնի ու կհասնի գնդակին այդ իսկ պատճառով փորձեց արձագանքել գնդակին ու ստացվեց այնպես որ նա խանգարեց խաղանկերոջը Մաքս Սարգսյան խլեց հիմա Սարգսյանը գնդակ ու շարժվում է առաջ տեսնենք ինչ որոշում է կայացնելու դեպի Ադամյանը այստեղ հերու թողեց արդեն Անդրանիկ Ադամյանը գնդակը բայց կրկին Ատալանտան վերականգնում է այո այս րոպեների բավական ակտիվ է Ատալանտան բավական շատ են տիրում գնդակին ու տեսնենք այս վերջնամասը ինչպես է ստացվելու Վանիկ Ղազարյան սա խաղի կանոնների խախտում է եւ նորից ստանդարտ է նշանակում մրցավարը Արցախի դարպասի ուղղությամբ ու տեսնենք այս ստանդարտ ինչպես կիրականացնեն հիմա էլ Մաքս Սարգսյանն է գնդակի մոտ հարված բայց շեղությամբ է ստացվում հեռահարությունից Մաքսիմ Սարգսյանի կատարած հարված ու հարված կտեսնենք կրկին Տիգրան Ոսկանյանի պաշտպանած դարպասից Ոսկանյան երկար փոխանցում առաջ այստեղ Չիլինգայանն առաջինները, բայց Մաքս Սարգսյանը կարողացավ խլում կատարել Աթայան, այստեղ էլ խախտեցին խաղի կանոնները Աթայանի դեմ պայքարում Արցախի տղաները եւ Մաքսիմ Սարգսյանը խաղարկումով սկսում է Ատալանտայի հերթական գրոհներից մեկ Արամայիս Գրիգորյան կրկին Սարգսյան դեպի Աթայանը ձախ եզր ուղարկեց Սարգսյանը գնդակը դեպի Ալիկ Հովանիսյանը լավ ընդունեց ու փոխանցեց Ադամյանին Հովանիսյանը Ադամյան հարվածային դիրքում է, իսկ հիմա դիպուկ է Ադամյանի հարվածը ստացվում 1-0 Ատալանտան ի վերջո բացում է հանդիպան հաշիվը
Անդրանիկ Ադամյան 1-0 դիմակայության հաշիվը բացված է այս փորձը Ադամյանի արդեն դիպուկ ստացվեց երկրորդ խաղակեսում երրորդ փորձից հասավ ի վերջո հաջողության Ադամյանը եթե առաջին դեպքում մի փոքր շեղությամբ ստացվեց հարվածը ապա Տուգանայինից հարվածել դիպուկ ստացվեց Ադամյանի մոտ այս անգամ երրորդ փորձը արդեն դիպուկ էր Ադամյանի ու ունենք առաջի խփած գնդակը այս խաղում հիմա արդեն Ատալանտան աղթողի կարգավիճակում է Արցախը պարտվողի ու տեսնենք ինչ կառաջարկի պարտվողի կարգավիճակում հայտնված Արցախը իր հիմնական մրցակցին այսօրվա մրցակցին իրեմս Ատալանտայի եւ իհարկե պետք է Արցախը արդեն Յոպեներ այս չասեմ լավ հիմա շարժվի առաջ ու փորձի գոնեղ բաստողած գնդակը ետ բերել քանի որ բավական բարդ իրադրությունում կհայտնվի Արցախը այս խաղում բարդություն կրելու դեպքում իսկապես իր խնդիրը մի քանի անգամ կբարդեցնի փլեյոֆ փուլ դուրս գալու համար քանի որ եթե այսօր Արցախը չի հաղթում ու շարունակում է մնալ 8-րդ հորիզոնականում 23 միավորով ապա Արցախին Կադիսը կարող է այս տուրում շրջանցել ով մրցելու է Բայեր Լևերկուզենի դեմ եւ հաղթանակ տանելու դեպքում Կադիսը կունենա արդեն 25 միավոր Գևորգյան Հովանիսյան կրունկով գեղեցիկ փոխանցում էր կատարում Հովանիսյանը բայց գնդակը Գևորգյանին չհասավ իսկ հիմա սխալ պաշտպանությունում որից փորձեց օգտվել Էդգար Գևորգյանը բայց դարպասապահ Ոսկանյանը անարել բայց այստեղ դարպասը անկյունային է իրացնելու հիմա իր Ատալանտան Այո, Արցախը այսօր պարտություն կրելու դեպքում իսկապես մի քանի անգամ իր խնդիրը կբարդեցնի նախ 23 միավորով հիշեցնեմ Արցախ 8-րդ է, Կադիսը 22 միավորով 10-րդ է, բայց հաղթանակի հասնելու դեպքում այս տուրում Կադիսը Բայերը նկատմամբ կարող է շրջանցել Արցախին այն դեպքում եթե Արցախը կրկնում եմ եւս մեկ անգամ կրի պարտություն Գևորգյան դեպի Ալիկ Հովանիսյանը Հովանիսյանն Տուգանայինի մատույցեր ուղարկեց գնդակը բայց հեռացեցին Արցախի ֆուտբոլիստները հիմա որքան հնարավոր է հեռու բայց կրկին Ատալանտա վերականգնեց գնդակը ու Ադամյանին արդեն թույլ չեն տալիս հարված կատարել արդեն իհարկե Քաղեցին կարծում եմ դասեր Արցախի ֆուտբոլիստները ու վերահսկողության տակ են առել Անձանիկ Ադամյանին, ինչը իհարկե բավական բարդ է, բայց պետք է փորձել առաջին հերթին Ադամյանին զսպել։ Հովանիսյան լավ անցում էր փորձում իրականացնել, բայց երկու մրցակից միանգամից Ալիկ Հովանիսյանին դիմավորեց ու խլում կատարեցին նրանից այս իրավիճակում Սահակյան շարժվում է առաջ Արցախը թողեց հիմա Սահակյանը գնդակը խաղընկերոջը Վարդանյանն է գնդակով Երկար փոխանցում ու Աթայանն է փակում գնդակի ճանապարհը Սահակյան այստեղ փորձեց փոխանցում կատարել բայց փոխարենը կորցրեց գնդակը Արցախը Ադամյանը խլում կատարեց ու շարժվում է առաջ տեսեք ինչ պայքար է տալիս Ադամյանը գնդակի համար Ալիկ Հովանիսյան Ադամյան դուբլ է պետք գրանցել բայց Ոսկանյանը փրկում է այստեղ վերահսկողից Արցախին Այո ինչ գեղեցիկ խաղարկում իրականացրեցին Ադամյանն ու Ալիկ Հովանիսյան ու եթե այս գրոհը ավարտվեր գոլով ապա ամեն ինչ իդեալական էր ստացվում Ատալանտայի համար բայց իհարկե Տիգրան Ոսկանյանը ճիշտ դիրքում էր եւ հեռացեց գնդակը հաշիվը մնաց անփոփոխ Վանիկ Ղազարյան դեպի Գրիգորյանն է ուղարկում գնդակը Գևորգյան ու հետ փոխանցում կատարեց Գևորգյան դարպասապատանոն Թուղթարյանի ուղղությամբ Թուղթարյանն էլ երկար փոխանցում դեպի Տուգանայինի մատույցը դեպի Ալիկ Հովանիսյան ու հերթական անկյունայինը վաստակեց Ատալանտան թե եզրային է տուն նշանակեց մրցավարը Կարծես եզրային է նշանակել Այո իսկապես Եթե հիմա կրկնապատկում էր Ատալանտան իր առավելությունը ապա արդեն շատ վստահ կզգային իրենց Ատալանտայի ֆուտբոլիստները այս վերջին մնացած 8 րոպեների ընթացքում Վանիկ Ղազարյանը հետ փոխանցում դեպի Թուղթարյանը Այո մեկ գնդակը ռիսկային է այնպես չէ որ Ատալանտան հիմնվում է այս մեկ գնդակի վրա եւ այնպես չէ որ հիմա այսպես ասած վայր է դրել զենքեր ու սպասում են մրցակցի գրոններին տեղատարապ գրոններին պաշտպանվելուն Ատալանտան ընդհակառակ այս խփած գնդակից հետո ավելի ակտիվ է հանդես գալիս խաղադաշտում ու ավելի մոտ է երկրորդ գնդակը հեղինակելուն քան Արցախը պատասխանը բայց ամեն դեպքում հաշիվը անփոփոխ է այն Մնում է 1-0 Ադամյանի խփած գնդակը առայժմ որոշիչ է ու 3 միավոր է պարգևում Ատալանտային բայց իհարկե կրկնում եմ հանդիպումը դեռ ավարտված չէ Վանիկ Ղազարյան դեպի Աթայանի ու այստեղ կար խաղի կանոնների խախտում Ղազարյանի դեմ պայքարում սուլեց մրցավարը ստանդարտ նշանակելով նորից Արցախի դարպասի ուղղությամբ
Եվ տեսնենք այս ստանդարտը արդեն ինչպես խաղարկի Ատալանտան։ Նորից Անդրանիկ Ադամյանն է գնդակի մոտ։ Կա Սուլիչը մրցավարի, Ադամյանն եւս մեկ փոխանցում այստեղ կատարեց Ադամյանը, ոչ թե հարված ու Աթայանը խփում է այս խաղում երկրորդ գնդակը եւ մեծացնում Ատալանտայի առավելությունը։ Դավիթ Աթայան 2-0 Ատալանտան կրկնապատկում է իր առավելությունը, հիմա Ադամյանը ոչ թե հարվածեց, այլ շատ ճիշտ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Անդրանիկ Ադամյանը, որից հետո Ատալանտան խփեց երկրորդ գնդակ ու հիմա արդեն ավելի վստահ զգային են խաղադաշտում, ճիշտ է, չասենք այս գնդակը արդեն հաղթականն էր, բայց ամեն դեպքում շատ կարևոր ու մեծ քայլ դեպի երեք միավորի համար, հիմա էլ Սարգսյանի կրունկով փոխանցումը գեղեցիկ ստացվեց, Ալիկ Հովհաննիսյան գեղեցիկ կատարեց Հովհաննիսյան այս իրավիճակում ամեն ինչ ու եթե նկատեր Ղազարյանին, ապա շատ գեղեցիկ փոխանցման հեղինակ կարող էր նույնիսկ դառնալ Հովհաննիսյանը, բայց փոխարենը Արցախը խլեց գնդակ ու շարժվում է առաջ Գևորգյան, հեռացված է գնդակը, Աթայանին ուղարկեց Գևորգյանը գնդակը 3-2-ի դիմաց ու բայց ինչպիսի ուժեղ փոխանցում կատարեց այստեղ Աթայանը Հովհաննիսյանի ուղղությամբ ու հիմա մրցավարը կդիտի Հովհաննիսյանի դրվագի կրկնապատկերը, հասկանանք ինչ է տեղի ունեցել։ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու նշանակում է 11 մետրանոց հարված Ատալանտայի օգտին Արցախի դարպասի ուղղությամբ այո կար խաղի կանոնների խախտում Ալիկ Հովհաննիսյանի դեմ պայքարում վաստակեց 11 մետրանոց հարված Ալիկ Հովհաննիսյանը ու կարծես հենց ինքն էլ պատրաստվում է իրականացնել 11 մետրանոց հարվածը, տեսնենք ինչպես է հարվածելու Ալիկ Հովհաննիսյանը, նա 11 մետրանոցներ շատ լավ է իրացնում, բայց իհարկե դա դեռ հիմք չէ, պետք է վաստակելը միայն բավական չէ, պետք է գրավել դարպաս ու եթե հիմա Հովհաննիսյանը խփի երրորդ գնդակը, ապա կասկածից դուրս է լինելու Ատալանտայի հաղթանակը այս խաղում, ճիշտ է դեռ երկու գնդակը մեծ առավելություն է այս մնացած ժամանակահատվածում, բայց երրորդը ամեն ինչ արդեն կավարտի ամեն հարցի պատասխան կտա ու տեսնենք Ալիկ Հովհաննիսյանն ընդդեմ Տիգրան Ոսկանյանի վտանգավոր պայ հիմա Արցախի դարպասի ուղղությամբ կա մրցավարի Սուլիչը Ալիկ Հովհաննիսյան ու շեղությամբ է ստացվում Հովհաննիսյանի հարվածը գնդակը չի այտվում դարպասում հաշիվնել մնում է անփոփոխ 3 րոպե մինչ հանդիպան հիմնական ժամանակի ավարտը իսկ հիմա Արցախի պատասխանը տեսնենք բայց այստեղ գնդակը կորցրեցին Արցախի ֆուտբոլիստները Աթայան շարժվում է առաջ հիմա էլ փոխարենը Ատալանտան Աթայան ու Տաշչյանն է խնդում կարողանում կատարել Մաքս Սարգսյան ու հիմա դադարեցեց Ատալանտան հանդիպում այո չկար ոչինչ բայց Ադամյանի հեռացման ժամանակ գնդակը դիպավ Չիլինգարյանի այսպես ասած դեմքին ու դադարեցեց մրցավարը հիմա հանդիպումը իհարկե եւս մեկ անգամ ծափարություններ թե Ատալանտային թե Արցախին հանդիպումը մի կողմ դրած մարդկային այս բարձր որակների համար որոնք անում են այս խաղում ֆուտբոլիստները մեկը մյուսի նկատմամբ հարգանք ցուցաբերելու գործում Անդրանիկ Ադամյան թողեց գնդակը Թուղտարյանին երկար փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ այստեղ էլ հեռացեցին գնդակը Արցախի ֆուտբոլիստները Ղազարյան կրկին գնդակը Ատալանտայի մոտ Անդրանիկ Ադամյան ու իհարկե Ատալանտան արդեն հանդիպումը մոտեցնում է ավարտին այստեղ Գևորգյանը խլում կատարեց ուղարկեց Չիլինգարյանին ու եթե հիմա մեկը խփել է Արցախը ապա կարող էր մտածել այս մնացած 1.5 րոպեների ընթացքում երրորդ գնդակի մասին, բայց Չիլինգարյանի հարվածը չստացվեց ու հիմա արդեն կարող են փաստել, որ իսկապես Ատալանտան կհեռանա խաղադաշտից 3 միավորով հիմա էլ խաղի կանոնների խախտում կար Մաքս Սարգսյանի դեմ պայքարում ու ստանդարտ կնշանակի մրցավարը իհարկե հուսանք Սարգսյանի հետ ոչինչ չի պատահի այս խախտումը այս հարվածը բարդություններ չի տա Մաքս Սարգսյանը կանգնեց ոտքի ու կշարունակի հանդիպումը եւ տեսնենք հիմա մրցավարի Սուլիչից հետո այս վերջին րոպեների վարկյանների ընթացքում ինչ կառաջարկեն թիմերը Թուղտարյան երկար փոխանցում Էդգար Գևորգյանի ուղղությամբ պայեց Գևորգյանը գնդակը ուղարկեց Վանիկ Ղազարյանին մնաց գնդակով Ղազարյանը
ու Սուլեց հիմա մրցավարը հանդիպումը ավարտելով, այո, հանդիպումն ավարտված է 2-0 հաղթում է Ատալանտան ու վաստակումի հերթական 3 միավորը խաղան, երեկոն էլ մեծ մոտ այս հետաքրքիր ու դիտարժան հանդիպումից հետո ավարտված է բարի գիշեր ու ամենայն բարիք։